ձեզ նպատակարար չեն գտնում ընդունել։ Ես այլևս չեմ կարող որևիցե հարցի պատասխանել։ Իմաստեղա բոլորին ընդունում են, որ ձեզ նպատակարար չեն գտնում ընդունելու։ Իսկ մյուս քաղաքացիներին ընդունում են բացի ինձնից։ Ճիշտ եմ հասկանում։ Ինչպես մնացած հարցերը արդեն գրավոր ներկայացրեք, դες պատասխանել։ Ոնց որ մեկնաբանեք հազար, ինչպես մենակ ձեռքով Ես ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Ոչ թե չեմ սպասում, այսինքն նրան այդպես իրավունքով է տվել, այսինքն ոնց թե չի ընդունում քաղաքացիները։ Իրանք են նախաձեռնողը, այսինքն ցանկացած քաղաքացու իրանք պիտի ընդունեն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ընդ որում պարզվում է որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվե։ Ես տենց հասկացա պարզաբանող աշխատակցից, այլ իզից առաջ քաղաքացի ընդունել է եւ կարող է իզից հետո էլ ընդունի, չի պատրաստում միայն ինձ ընդունելու։ Սա ուղղակի խուսափում է, վախենում է երևի։ Այսինքն այն փաստարկների լսելուց են բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության։ Բայց սա ձև չի, ես կարծում եմ, որ մենք հələ պետք է հասկանանք, թե սրա նկատմամբ ինչ լուծում է։ Ես ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես մարզպետ եմ եղել, երբ որ քաղաքացիների ընդունելություն ա եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը, ով որ հերթագրված ա եղել, ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել, նման բան չեմ հիշում, ասենք ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին, ում են ընդունում, ում չեն ընդունում։ Բայց օրենքում կամ արժեկանոնակարգ օրենքում Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը, որովհետև որևէ հիմա ասենք ուրիշ բան ասեն, որ ինքը, չգիտեմ, ընդհանրապես քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է ինչ-որ իր առողջական խնդիրների պատճառով, ասենք, չգիտեմ, WhatsApp-ով հաղորդագրություն ա ստացել եւ ասենք ինսուլտ ա տարել, վատ ա տարել են հիվանդանոց։ Դա օրինակ պատճառաբանություն է։ Բայց ասենք գալ այստեղ ընդունել քաղաքացիների մի մասիվ կոնկրետ ինձ չընդունել, սա ուղղակի կամայականություն է։ Սպասելի չէ։ Սա չէ, սա պատասխան ունենալու է, սա չի մնալու։ Սպասելի չէ։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Ես կարդացել եմ ազգային ժողովի կայքում, որ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի փոխնախագահի մոտ զանգել եմ, գրանցվել եմ, իմ անձնական տվյալներն են ճշտել, ես դրանք բոլորը հայտնել եմ ինչի համար, այս ընդունելությունը կայանալու նպատակով եւ հիմա դրանից խուսափելը դա չգիտեմ, դա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է, ես պիտի հասկանամ, բա ինքը էլ ինչով է զբաղվում, ինչ անում։ Ղազարյան ասում եք անհետևանք չի մնալու, ինչ եք պատրաստվում անել։ Ես ասած պետք է հələ խորհրդակցեմ իրավաբանների հետ հասկանալու համար, ասենք այս անգործությունը քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերություն է թե չէ, վարչահարության ինչ կամ վարչահարության իմաստով ինչ է սա նախատեսում, որովհետև սա ակնհայտ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով չի, ինձ հարցրել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես պատգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի, ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։ Եթե օրինակ օրակարգում այլ հարց լիներ, ոչ թե իմպիչմենտի, հնարավոր է ձեզ ընդունել։ Դե չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ինչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տես բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Սա ես ոչ եմ ասում, ես պետական պաշտոններ զբաղեցել եմ, ես դες բան չեմ լսել։ Ներեցեք, մենք փոքրուց մնացեք, ինչպես հասկացանք, Ռուբեն Ռուբինյանը մերժել է ձեր հետ։ Կոնկրետ իմ հետ, այսինքն ոչ թե քաղաքացիների ընդունելությունն է չեղարկվել, այլ ինքը մերժել է միայն ինձ հետ հանդիպումը, քաղաքացիների Ինչ է պատճառաբանում։ ոչ մի պատճառաբանություն, այտենց է, այտենց ոնց որ այտենց ասել։ Այդպես ասես, նպատակարար չեն գտել։ Կոնկրետ միայն իմ հետ, այսինքն եթե այլ քաղաքացիներ կան գրանցված, նրանք մասնակցել են։